Դուք կարծես թե հակադարձեցիք մեզ ընտրակաշառքներ ձևակերպմամբ։ Գործընկերներից մեկը նույնիսկ կարծես դա կատեգորիկ դատողությամբ էր ներկայացնում իբրև մի երևույթ, որ դա տեղի է ունեցել եւ այլն։ Ես նկատել էի վերջին օրերին քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչները խոսում էին անմեղության կանխավարկածից։ Ճիշտ էին անում։ Անմեղության կանխավարկածը ոչ թե անձերով է պայմանավորված, որ հիշվում է, այլ անմեղության կանխավարկածը գրված է սահմանադրության մեջ։ Նշված ձեր բնութագրմամբ իբրև ընտրակաշառքի հետ կապված մեկ դեպք չկա հաստատված։ Ավելին կատեգորիկ պնդում կկատարեմ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հետ ընդհանրապես դա առնչություն չունի։ Բայց եկեք ոչ թե իմ կարծիքը հայտնեմ, այլ եկեք սահմանադրական դատարանի, որի կազմի մեծամասնությունը այլևս ձեր իշխանության ժամանակ է ձևավորվել։ Երևի թե ձեզ է ասում սահմանադրական դատարանը։ Ասում է, որ բոլոր այն ձայնագրությունները, որոնց հղում տալով դուք կարծիք եք ձևավորել, հանրությանն էլ մեր տեղեկատվական տերորի եք ենթարկել, չէր կարելի անել։ Դուք պատկերացնում եք, դուք ամբողջ նախընտրական քարոզարշավը խոսում էիք այդ ձայնագրություններից։ Հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օր խոսում էր այդ ձայնագրություններով, սահմանադրական դատարանն ասում է, որ դա չէր կարելի անել ընդհանրապես, որ դա ազատ քաղաքական մրցակցության խաթարում է։ Երևի չէիք կարդացել ոչինչ։ Մյուս հանգամանքը սահմանադրական դատարանը պարզում ասում է, որ այդ կենսաթոշակը, որ բարձրացրել եք, լավ չեք արել։ Դա պետք է կանոնակարգվի, ասում է, որ դա նմանա սոցիալական կաշառքի, որ պետք է օրենսդիրը դրա վերաբերյալ լուծումներ տա։ Դե երևի դրանից էլ տեղյակ չեք։ Մյուս հանգամանքը սահմանադրական դատարանը ասում է, որ դուք վարչական ռեսուրս եք չարաշահել, ատելության խոսք եք տարածել։ Ուղղակի այս ամբողջը արձանագրելով, Բարգավաճ Հայաստան կուսակցության է տեղի ունեցածը ձայնագողության տեսանկյունից արձանագրելով վերջում ասում է, որ այդ ամեն ինչը ազդեցություն չի ունեցել ընտրության վերջնական արդյունքների վրա։ Դե դա էլ հիշենք, որովհետև սահմանադրական դատարանի կազմը, ոնց հիշում ենք, ձևավորվել է այլևս ձեր իշխանության պաշտոնավարման ժամանակ։ Իդեպ ակնկալել անկախության այդքան բարձր աստիճան, կարծում եմ կլինի միամտություն։ Բայց մի բան էլ ասեմ, դուք շատ խոսում եք եվրոպական արժեքների մասին։ Կարող եք օրինակ եվրոպական մեկ երկրի օրինակ բերել, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախքան մեղմ ասած պատասխանատու ընտրությունների օրը, այսինքն մի հատ ժամանակագրային ինչ որ հատված վերցնենք, ներկայացնողը լինի կոնկրետ քաղաքական ուժի էլ առաջնորդի օգնականը լինի։ Իդեպ ես հիշում եմ 8-րդ գումարման ազգային ժողովում ես падգամավոր եմ եղել, Վահագ Հովակիմյանն էլ էր падգամավոր։ Եթե չեմ սխալվում, այստեղ էր նստում։ Բայց հետո գնաց կենտրոնական ընտրական հանձնաժողովում նստեց, սկսեց հաշվարկ անել, ոնց որ պատկերը բոլորս տեսանք, թե այդ հաշվարկը ինչ էր։